Ողջույն սիրելի հետևորդներ, երկարատև դադարից հետո ոլորտը ներսից հաղորդաշարի շրջանակներում այսօր գտնվում ենք Ծաղկաձոր քաղաքում Էպոկա հյուրատանը։ Մեզ հյուրընկալել է հյուրատան համասեփականատեր Էլզան, ողջույն Էլզա։ Ողջույն Վիգեն ջան։ Խնդրեմ մի քիչ պատմեք, ինչպես ծնվեց գաղափարը ստեղծել հյուրատուն Ծաղկաձորում եւ ինչու Էպոկա։ Հյուրատուն գաղափարը սկսվել է 4 տարի առաջ, որ նմանատիպ կոնցեպտով ինչ-որ հետաքրքիր հանգստյան գոտի կարելի ունենալ հենց Ծաղկաձորում, որտեղ նմանատիպ դեռ չկար։ Էպոկան դա էպոխայի ոնց որ միտքը վերցնելով օգտագործվեց կոնկրետ մեր դեպքի համար։ Այստեղ հյուրատունը ավելի շատ նախատեսված է լրիվ ընտանեկան հանգստի համար։ Այսինքն ես ինքս շատ եմ սիրել շրջագայել ու երբ որ մտնում ես միտեղ ինչ-որ մի բան քեզ շատ է դուր գալիս, հաստատ ցանկություն ես ունենում դա ինչ-որտեղ քո կյանքում կիրառել կամ ընդհակառակը ինչ-որ բյուջեի դիմաց վճարում ու ստանում ես շատ ինչ-որ վատ հակադարձ երևույթ, որ ասում ես չի կարելի այդտեղ խնայել։ Հիմա այդ գաղափարներից ելնելով հենց այս հողատարածքի վրա որոշվեց կառուցել մի մեծ շինություն, որը բաժանված է 3 առանձնատների։ Առանձնատներում բոլորում կարելի ասել նույն ձեռագիրն է, բայց իրանք իրարից տարբերվում են դիզայնով։ Ըստ դիզայնի էլ որոշվեց անունները։ Ի սկզբանե ուրիշ անուններ ենք որոշել, բայց այդ շինարարության ընթացքում այնքան որոշվեց այդ անունները կիրառեցինք ու մնաց։ Մենք ունենք 3 առանձնատուն՝ Rustic, Deluxe ու Loft։ Հիմա մենք գտնվում ենք Deluxe-ում։ Բոլոր առանձնատները ունեն իրենց առանձին բակային հատվածը, այսինքն մեկը մյուսին չի խանգարում, հանգստի գոտին ոչ միայն ներսում է, այլ նաև ինքը էքստերիորային մաս ունի, բնության գրկում, իր խոհանոցային մասով, մաղալով ու հանգստի զոնայով։ Հանգստի զոնն էլ բաղկացած է էլի 2 մասից, այսինքն ունենք բազմոցային փափուկ սուրճի սեղանի հավաքույթ եւ ունենք ուտելու սեղանի, որ կարելի է այստեղ ինչ-որ քեֆեր, արարողություններ, ինչ-որ հետաքրքիր, չգիտեմ, հավաքույթներ անցկացնել։ Եթե մենք սկսենք դիզայնից կամ չգիտեմ, իր նպատակներից, հենց արդեն շենքը սկսեց թելադրել ինչի այս կոնցեպտի մեջ։ Արտաքին տեսքը, որ նայում ենք, այստեղ արդեն բավականին լուրջ մոտեցում կա, հենց արտաքին տեսքի սալիկապատում ասեմ, այնտեղ օգտագործվել են լրիվ բնական նյութեր, ասենք տրավերտինն է, դրելեֆային սև տուֆն է, այնտեղ տուֆանման մեր կիրպիչանման տուֆերն է, որը ֆասադի ձևավորման վրա արդեն ստեղծեց մի հատ sense պրեմիում դասի մոտեցում, որ չէր կարելի ներսում ինչ-որ բաներ փոխել։ Ինքը դարձավ պրեմիում դասի հյուրանոց։ Հյուրանոց հյուրատուն, որտեղ հյուրանոցի ամեն ինչն է այստեղ հաշվարկված, մենք 0 հարկում ունենք առանձին մեծ խաղասենյակ բալիկների համար, միջին ու փոքր տարիքի համար, ու առանձին ունենք շոգեբաղնիկ իր ջակուզիով։ Այսինքն հանգիստը կարելի է կառավարել ոչ միայն առանձնատան մեջ, այլև հենց տարածքի մեջ, որը միայն հյուրերի համար է, ցանկացած կոտեջ, ցանկացած առանձնատուն իր հյուրերով առանձին կարող օգտվել այդ շոգեբաղնիկից եւ մեկ հյուրը մյուսին ընդհանրապես չի խանգարում։ Բազմաթիվ հետաքրքիր առանձնահատկություններ նշեցիք, չնշեցիք տեղադիրքը, որը հոյակապ տեղադիրք ունեք ճանապարհին գալուց, այսինքն եկեղեցու եւ ճոպանողը հարևանությամբ ենք գտնվում, որը նաեւ կարծում եմ շատ մեծ առավելություն է։ Կուզեի խոսենք նաև գործընկերների մասին, նայում եմ բավականին մեծ աշխատանք եք կատարել եւ շատ բարձր որակի, հուսով եմ լավ գործընկերներ են աշխատել այդտեղ, բարձր պրեմիում դասի, դրա համար կուզեի նշենք գործընկերներին, քանի որ իրենց գործունեության եւ գործողությունների արդյունքում եք ստացել այս հետարքի շքեղ պատկերը, խնդրեի նաև այդ մասով մի երկու բառ։ Այստեղ ահռելի մեծ բանակ է աշխատել, այդպես ասեմ, բավականին ծավալատար աշխատանք է կատարվել։ Այստեղ մենք հենց առաջինը կարող եմ ձեզ էլ նշել, Կոմոդայի թիմը, որ միանշանակ որպես հաճախորդ, այստեղ չեմ ուզում գովեստի մաս ասել, այլ կարող եմ շնորհակալական խոսք հղել, որ երբ որ նայում ես այդ շղթայական ռեակցիան, որը գործի առումով մեկը մյուսի հետ կապակցված է, այսինքն եթե այստեղ մեկը թերանում էր, մնացածը ամբողջապես տուժվում են։ Նույնիսկ ձեր դեպքում, այսինքն շինարարական մասը մի քիչ ժամկետներից մենք երկարաձգեցինք, հա, պատրաստվում ենք, որ բացում պետք է լինի
ձմռանը, ամանորին, բայց եղավ ամռանը, բավականին ժամկետով ու ձեր այդ համբերատար մոտեցումը, որ պատրաստ կահույքը ձեր սրահում դրած, քանի ամիս առանց ինչ-որ տրտնջալու, համբերատար սիրուն սպասեցիք, մինչև եկավ իրան այստեղ վերադարձնելու պահը։ Ու որակական առումով էլի եմ ասում, այստեղ բոլորն էլ բարձրակարգ նյութերով աշխատած կոնցեպտ է ու թիմերն էլ այստեղ օգտվել են կերամակասայի սալիկներ, այսինքն մեր բոլոր ննջասենյակները, ամեն կոտեջ ունի իր առանձին ննջասենյակ, որ ունի նաև առանձին սանհանգույց իր լողախցիկով։ Այդտեղ կերամակասան է, բոմոնդն է, մոդեռնի ամբողջ այդ գրոհեով կահավորած, այնտեղ գալիս է նովո կոլորի դեկորատիվ ներկերը, որ օգտագործվել է, ու ոչ միայն դրսի մասով, եթե նայում ենք ֆասադային մասով ունենք բնական քարեր, այլ հենց այստեղ էլ տեղում տեսնում ենք տրավերտինի տուֆի համադրության եւ ոչ միայն այս առանձնատանը, մնացած առանձնատաններն էլ դեկորատիվ մասեր ունենք էլի համադրություն բնական նյութեր, այսինքն բնական քար, էկոլոգիապես մաքուր փայտ, նույնիսկ չոր կահույքի մեջ այդ լատունի դետալներ է օգտագործվել, այնտեղ MDF-ը բավականին հատուկ դիզայները աշխատել է կոնկրետ էպոկայի առանձնատան ինտերիերի համար։ Այսինքն այստեղ կարելի ասել մեր բախտը բերել է, որտեղ գործընկերներ բոլորը պատասխանատու ու բավականին կայացած կազմակերպություններ են։ Իսկ ինչ մոտեցումով եք ընտրել գործընկերներին, դիզայներական ընկերության խորհրդով, թե մի քիչ էլ փորձառությունն է դեր խաղում, որ բավականին երկար ժամանակ շփումներից հետո ինչ որ ձեռքբերումներ ունեմ, սա վերջնական ինչ որ հյուրատուն ստեղծելու գաղափարի ժամանակ արդեն օգնում ես քո կյանքի հին փորձից։ Էլզա ջան, նկատեցինք նաև, որ բավական ծավալուն կահույք ունեք եւ դրանով իսկ, չգիտեմ, որպես կարծիք պատկերացնում եմ, որ հոգացել եք նաև այն մասին, որ երկարաժամկետ մնալու դեպքում կահույքի պակաս գրեթե չի զգացում, որովհետև շատերի տներում ավելի քիչ է կահավորումը, քան ձեր մոտ որպես հյուրատուն, այսինքն այդ մասն էլ եք հոգացել։ Իհարկե, մենք ունենք հիմնականում Հայաստանից դուրս հյուրեր, այսինքն արտերկրից եկող հյուրեր, ձմռանը շատ Դուբայից են լինում, Ռուսաստանի Դաշնությունից ենք ունենում ամռանը հիմա արդեն որ սեզոնը բացվի, մեկ շաբաթով, 10 օրով բուկինգով ամրագրելու դեպքում բնականաբար արդեն այդ կահույքների քանակը ինչ որտեղ միգուցե քչություն էլ անի, որտեղ մարդիկ եթե մի շաբաթով գալիս են կացության համար բոլոր պայմանները պիտի լինի։ Ու ոչ միայն դա, նույնիսկ այնտեղ մենք ձմռան համար ես մոռացա նշեմ, առանձին ունենք էլեկտրական տաքացուցիչներ, որ բալիկներով որ գալիս են նամանավան ձմռան այդ ձնագնդիկներից հետո թաց հագուստով, որպեսզի չիմանան մայրիկները ոնց այդ ամեն ինչը չորացնել, առանձին ունենք այդ սուշկաները, որը վրա հագուստը լրիվ չորանոցները։ Այնպես որ ամեն ինչի մասին էլ կարելի ասել Վիգեն ջան ճիշտ եք նկատում, չգիտեմ, ամեն մանրուք քննարկվել է ուսումնասիրելուց հետո ու հաշվի առնել, որ պետքա մեր առանձնատներում դա ամեն լինի։ Հասկանալի է։ Հուսով եմ ձեր կատարած ներդրումը արդարացված կլինի եւ կգնահատվի հաճախորդի կողմից, որ դուք էլ ձեզ լավ զգաք, որովհետեւ այն չարչարանք, այն ջանքը, որ դուք եւ ֆինանսը ինչու՞ չէ ներդրել եք, կարծում եմ պետքա որ հաճախորդի կողմից այդ վերաբերմունքը, այդ մոտեցումը ստանաք, որպեսզի դուք լիարժեք ճիշտ համարեք ձեր այս ամբողջ ծախսած ժամանակը եւ էներգիան, որովհետեւ կարծում եմ բավական երկար ժամանակ եք տրամադրել այս ամենը ստեղծելու համար։ Օրինակ խնդրեմ նշեք կոտեջները ասեցիք 3-ն են, երևի կարծում եմ եւ չափերով էլ են իրանք տարբեր եւ մարդկանց քանակով, խնդրեմ նշեք քանի հոգով կարող են ստեղ գալ, ինչ իվենտներ կարան կազմակերպել, որպեսզի մասշտաբային էլ պատկերացնենք, թե ինչքան ծավալի հյուրեր կարող եք դուք ընդունել միաժամանակ։ Այստեղ ի սկզբանե հաշվարկել ենք փոքր ընտանեկան միջոցառումների համար, այսինքն եթե մենք ունենում ենք ցանկություն 30-40 հոգյանոց ինչ-որ մեծ կոլեկտիվի հավաքույթ, բնականաբար էպոկան դա ի վիճակի չի ընդունել, որտեղ ի սկզբանե այդ նպատակը չենք էլ ունեցել։ Այստեղ նույնիսկ նայում եք, մակերեսներով իրանք նույնն են, 3 առանձնատներն էլ, ուղղակի ըստ դիզայնի են աչքի տեսողական խաբուսիկ պահ է ստացվում, որ մեկը մեծ է, մեկը փոքր։ Ունեն բոլորը առանձին իրենց ննջասենյակները, այսպես ասեմ, օրինակ ռուսիկը կարող են գիշերակացը լինել 4 հոգու համար, 4 անձի համար, դելուքսը 6 անձի համար, լոֆտը 4-ից 6 անձի համար։ Այսինքն, եթե ունենանք մեծ հավաքույթ, մինչև 15 հոգի ցանկացած առանձնատուն կարող ենք ընդունել։
բայց գիշերակացի համար արդեն այդտեղ սահմանափակում է, որտեղ ինքը ի սկզբանե արդեն փոքրիկ կոլեկտիվների, փոքրիկ միջոցառումների համար նախատեսված։ Դրան զուգահեռ ունենք լոֆթը, լոֆթում մենք եթե տեսակ երկրորդ հարկում ունենք բավականին մեծ սրահ, այդտեղ շատ ինվենտներ են եղել, այս վերջում ունեցանք Վահե Ռոբեր Այվազյանը բիզնես դաչա ծրագիրը վարեցին, բիզնեսմենների խումբ էր, որոնք դասընթաց ունեցան, երեկոյան էլ շատ գեղեցիկ խորովածի սեղանի շուրջ ինչ-որ հետաքրքիր զրույցներով ավարտվեց այդ երեկոն, հաջորդ օր նորից դասընթացը եղավ ու բոլորը գոհ շնորհակալ նվերներով գնացին։ Այդտեղ եղել է Վալենտինին ինվենտներ էլի, ավելի երիտասարդական, ինքը ոնց որ կլուբային հատված կարելի է որպես օգտագործել, նորից մինչև 30 անձի համար դա կարող է ծառայել։ Բայց այստեղ էլի գալիս է գիշերակաց, եթե մեծ կոլեկտիվ են լինում, վարձակալում են 3 անձնուտը միաժամանակ, այդտեղ արդեն բնականաբար գումարային զեղչային համակարգին գործում է։ Հասկանալի, չնշեցիք նաև շատ կարևոր մաս, ունեք շոկեբաղնիկ, չէ, այդ մասով եք ուզել ասեք, որտեղ այդ բացի մանկական սրահ, այսինքն դա բոլորին է վերաբերվում, անկախ նրանից, որ կոտեջն են վերցնում, կարող են օգտվել խաղասրահի շոկեբաղնիկից, չէ՞։ Իհարկե, մանկական սրահը անժամկետ, այսինքն առավոտվա ժամից եթե բացում են, նույնիսկ լինում է մենք բանալին տալիս ենք հյուրերին, բալիկները մինչև ուշ գիշեր խաղում են, առավոտյան արթնանում են թե չէ, նորից իշխում են, մենակ բալիկներ չեն, այդտեղ շատ մամաներն էլ են ժամանակ անցկացնում, որտեղ մթնոլորտը տրամադրող, գունեղ, լուսավոր, բոլոր հատակները տաքացվող են, այսինքն մենք նույնիսկ ամռանը, դե գիտեք, Ծաղկաձորը ձմռան ամռան տարբերությունը բավականին Երևանի համեմատ խիստ է ձմռանն էլ, ամռան էլ նույնիսկ մենք ունենք միացնում ենք այդ տաքացվող հատակները, այսինքն չենք խնայում, որտեղ զրոհարկում, եթե բալիկները բոբիկ պիտի խաղան, պետք է լինի տաքացվող հատակը ջեռուցվող։ Շոկեբաղնիկի մասն էլ ցանկացած առանձնատուն իր հյուրերով, իր ցանկացած ժամին մոտենում է եւ օգտվում է շոկեբաղնիկից։ Այսինքն այստեղ եթե նույնիսկ 3 առանձնատանը տարբեր կոլեկտիվներ են, ընդհանրապես մեկը մյուսին չի խանգարում, նույնիսկ բացօթյա մասում, որ նայում եք, թե ձայնային առումով, թե ինչ որ արարողության ընթացքում խոչընդոտներ փառք Աստծո միջև մատ չի եղել։ Այսինքն կարճ նկարագրելով դուք ամեն ինչի մասին հոգ եք տարել, այսինքն բոլոր տիպի միջոցառումներ, գրեթե բոլոր տիպի միջոցառումներ հնարավոր է անցկացնել, ժամանցը ապահովել եք, մաքսիմալ ամեն ինչ փորձել եք այս 3 կոտեջների շրջանակում այդ ամեն ինչը այնպես անել, որ հյուրերը բավարարված եւ գոհ գնան։ Ոյ փառք Աստծո, մեր հյուրերը անկեղծ եմ ասում, միշտ գալիս են, ունեմ զավեշ տալի դեպքեր, մտավախություն, որ զանգում են, ասում են այդ նկարները իրական են, սկզբում չենք հասկանում ոնց կարող նկարները իրական չլինի, այսինքն էջում գծված նկարներ լինի ինչ-որ այլ հյուրատնից, գալիս են, եւ որ տեսնում են իրոք ամբողջը իրական ֆոտոների հիմքի վրա ստեղծված կոնցեպտ է, այդ արդեն բավականին մեծ պլյուս է ու երկրորդ մասը, այստեղ մենակ անկեղծ ասեմ, եթե նյութերն էլ այդքան կարևոր չի, որտեղ հանգստի համար ինձ թվում է, եթե մարդը գնում է իր հանգիստը ապահովելու, պետք է լինի կամ իր համապատասխան սովորույթին համապատասխան ինչ որ ինտերիերով, ինչ որ էքստերիերով, չգիտեմ, վայր, որտեղ ինքը հոգեպես հանգիստ կզգա, կամ դրանից բարձր։ Եթե դու պիտի վճարես դրանից ցածր մասի համար, ավելի լավ է տանը հանգիստդ կազմակերպես ու իմաստ չեմ գտնում, որ այդտեղ ինչ որ հանգստի մաս քննարկվի։ Հիմա այստեղ գալիս են մենակ նյութերի խնդիրը, չէ, այստեղ էմոցիայի խնդիրն է, այսինքն այն ամենի մանրուքը այստեղ այնպես է հաշվարկված ու այնպես է համադրած, որ մաքսիմալ թեթև պարզության մեջ լինում է շքեղություն։ Ու հենց աուրան էլ, մթնոլորտն էլ այդ Ծաղկաձորի հանգիստ լռությունն էլ, որտեղ մենք գտնում ենք Ծաղկաձորի սրտում, բայց ահա որ լուռ ու բնությանը համարյա կարելի է ասել շատ մոտ մի վայր է, որտեղ ցանկացած պահին հոգեպես դու պիտի բավարարված գաս։ Դա մենք կարողացել ենք ապահովել ու փառք Աստծո, դա ես չեմ ասում, այլ հյուրերի արձագանքներն են, ու եթե մի հյուրը կարողանում է արդեն դառնալ մշտական հյուր ու ոչ միայն մշտական հյուր, այլև ինքը կարողանում է խորհուրդ տալ ընկերներին եւ մյուսներին նոր եկող հյուր, ասում եմ, հանգստացողներն ասել են, որ այսպես ու գալիս են մեզ մոտ։ Ինձ թվում է դա արդեն բավականին մեծ գրավական է, այստեղ մեր խնդիրը երևի նորաբաց լինելու հետ է կապված, որ պետք է մի քիչ ժամանակ անցնի, դեռ տարուկեսը ճանաչողության առումով չեմ կարծում շուկայում բոլորը գիտեն էպոկան, որտեղ այդպիսի արձագանքեր լինում, ասում եմ մենք անդադ գալիս ենք Ծաղկաձոր, չենք իմացել, որ սենց ճկնաղ տեղ կա։ Այսինքն դեռ ժամանակի հետ
անցման այդ փուլերով կարելի է հասնել այն գաղափարին, որ կգա այն պահը, որ ճանաչողության հարցում ավելի շատ հյուրերի հոսք մենք կունենանք։ Եթե չեմ սխալվում, բացման օրվանից անցել արդեն մոտ տարի ու կես եւ ընդհանուր շրջայցի ժամանակ նկատեցի, որ շատ խնամված եւ ամեն ինչ որ ոչ մի թերություն չնկատեց։ Ես կարծում եմ դա շատ մեծ բավականին մասշտաբային աշխատանք է պահպանելը, որովհետեւ մեկ բան է լավ բան կառուցելը, բայց դա խնամել եւ պահպանել ահավոր բարդ է։ Խնդրեմ այդ մասին ներկայացնեք, որ ներսից հասկանանք ինչ դժվարությունների մեջով եք անցնում եւ ինչ մեծ սերվիս եք տրամադրում, որպեսզի մենք հաճախորդները զգանք եւ վայելենք այս գեղեցկությունը։ Ոյ, դա ամենացավոտ մասն է, Գեգե ջան, որովհետև ցանկացած հյուրից առաջ շատ պատասխանատու իրավիճակ է, որ երբ որ հյուրը իմ կարծիքով դուռը բացում է մտնում, ինքը առաջինը պիտի իմանա, որ ինքն է օգտվում այդ ամեն ինչից։ Այսինքն ցանկացած հյուրից հետո այնպիսի մաքրություն պիտի ապահովես, շատ բծախնդրորեն ամեն մի մանրուքի վրա շեշտը դնելով, որ նոր եկող հյուրը չհասկանա, որ իրենց առաջ այստեղ մարդ է եղել։ Ну դա պահպանելու համար իրոք բավականին մեծ ջանքեր եւ բյուջե է տրամադրվում, որովհետեւ հյուրերն էլ լինում են շատ տարբեր մոտեցմամբ, լինում են շատ բարեխիղճ հյուրեր, լինում են շատ անբարեխիղճ հյուրեր, ու այստեղ արդեն իսկ մենակ մեր սֆերան չի, ցանկացած բնակավարում էլ մարդկանց տեսակից ելնելով ունենում ենք այն արդյունքը, ինչ որ ստացվում է։ Վիգեն ջան, ես կուզենայի ավելացնել, քանի որ շատ հեշտ էր ձեզ հետ աշխատելը ու մեծ բավականություն եմ ստանում պրոֆեսիոնալ անձնակազմի հետ ինչ որ գործառույթներով հանդիպել ու էպոկայի կողմից շատ կուզենամ ձեզ անձնական նվեր-քարտ 30,000 դրամի սահմաններում, այսինքն սա կարող եք օգտագործել ցանկացած պահին ձեր ընտանիքի կամ ընկերների հետ համենալ մեզ մոտ, հանգստանալ, վայելել, օգտվել Ծաղկաձորի մաքուր օդից, հենց որ սիրով սպասում ենք ձեզ։ Շնորհակալություն շատ հաճելի նվերի համար, Էլիզա ջան, անպայման կգանք ձեր մոտ եւ ավելի ներսից կզգանք այն ամեն ինչը, բացի տեսնելուց նաեւ այդ հանգիստը կվայելենք, հուսով եմ շատ շուտով։ Սիրելի հետևորդներ, ոլորտը ներսից հաղորդաշարի շրջանակներում գտնում ենք Էպոկա հյուրատանը, համեցեք շատ հետաքրքիր կանցնի ձեր հանգիստը, խոստանում եմ, եթե ունենաք հարցեր, խնդրում եմ կոմենտներում գրեք, կարող եք զանգահարել նաև 060 444 222 համարին, եթե կունենաք հարցեր, նշեցինք, որ սոցցանցի բոլոր կայքերում ունեն իրենց ներկայությունը, կարող եք գրել իրենց, հուսով եմ շատ հետաքրքիր կանցնի ձեր ժամանցը էպոկայում, ձեր հետ էր Վիգեն Պողոսյանը, կհանդիպենք։